Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Մանուկյան, եւ իհարկե սկսենք այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների իբրև թե ավարտի տեքստը պատրաստ լինելու, բայց այն Հայաստանի հասարակությունից գաղտնի պահվելու փաստի մասին արդեն ըստ էության երրորդ օրն է այդ հայտարարությունից հետո լրանում, բայց իշխանությունը ոչ մի կերպ չի բացահայտել, թե այդ ինչ են պայմանավորվել բանակցելու պատրաստել, միայն գիտենք, եթե հավատանք իհարկե իրենց հայտարարություններին, ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում, որ այնտեղ վտանգավոր դրույթ չկա Հայաստանի համար, ու ըստ նրա, եթե կան վտանգներ, ապա դրանք երկկողմանի են։ Կտոր մեր երկինքը հիշում եք, չէ, որ ասում եմ մեղք է, խաղաղության պայմանագիր մի ասեք, որովհետև այն փաստաթուղթը, որ քննարկում են ու հիմա այսպես հիացական խոսում են, վայ տեսեք, համաձայնվել ենք, այնտեղ խաղաղության մասին խոսք չկա, այնտեղ նորանոր սպառնալիքների մասին խոսք կա։ Ինչ վերաբերում է փաստաթղթին, իրականում ինչ իրավիճակ է եղել։ Փաստաթուղթը 2-3 տարի քննարկել են, չեմ ուզում նախապատմությանը գալ, որ 5 կետ Հայաստանն էր առաջարկում, 6 կետ դեռ 2022 թվականին։ Բայց եկավ հասավ փաստաթուղթը մի տեղ, որտեղ կանգնեց։ Ու ասում են չհամաձայնեցված կետեր կան։ Հետո ընդունեցին 2 չհամաձայնեցված կետ կա, շատ էլ չէին բացահայտում, եւ այդպես ամիսներ շարունակ ձգվում էր։ Վերջում համաձայնեցրել են կետերը, չէ։ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում կա հստակ այդ բացատրությունը, որ Հայաստանը ընդունել է այդ 2 կետերը։ Իրականում ամիսներ շարունակ Ադրբեջանը պնդել է այդ 2 կետերին, Հայաստանը չէ ասել է, վերջում ասել է լավ, այդ էլ եմ ընդունում։ Դե համաձայնեցնել ասելով իրանք նկատի ունեն այդ պահանջները ի գիտություն ընդունել եւ կատարել։ Արդյունքում այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, Հայաստանը վերջում զիջել է 2 իր համար, այսպես ասեմ, Հայաստան, որ ասում եմ Հայաստանի իշխանությունները, 2 սկզբունքային դրույթներ, որից մեկը բոլոր միջազգային հայցերի հետ քաշումն է, որը չի տալիս որևէ ապահովություն, որ վաղը Ադրբեջանը այլ հայցեր է ներկայացնելու եւ վստահաբար ներկայացնելու այն փաստավակ գործունեությունը, որ իրականացում է, այլ հարց դա կեղծ փաստեր են լինելու, այլ հարց դա ճնշումներ են լինելու, այլ հարց դա մտածածին հայցեր են լինելու Հայաստանի դեմ, բայց այնուամենայնիվ այդ սպառնալիքը կա։ Եվ երկրորդը, երրորդ երկրները հայ-ադրբեջանական սահմանին իրավունք չունեն, երրորդ երկրների ուժերը, ոչ թե զինված ուժեր, այլ ուժերը, որովհետև այդ նույն եվրոպացի դիտորդներն են։ Փրփուրը Բերանին իշխանությունը համոզում էր հայ ժողովրդին, թե նա փրկվել է, որտեղ Եվրոպայի դիտորդներ են եկել, որոնց մեծ մասը Երևան ձեր խմբագրությունից քիչ անց Մարիոթ հյուրանոցի դիմացը լավ լվացած մեքենաներով, ամենագնաց մեքենաներով հիմնականում Մարիոթի մոտ են լինում։ Արդյունքում պարզ է դառնում, որ Ադրբեջանը պարտադրել է Հայաստանին, որ եվրոպացի դիտորդներին որ հանգարց չմոտենան հայ-ադրբեջանական սահմանին։ Իհարկե, որքան տեղյակ եմ, իշխանությունները վստահեցրել են եվրոպացիներին, որ կարող են մնալ Հայաստանում։ Եթե մնում են Հայաստանում, Երևանում դիտորդները դիտորդական առաքելություն են իրականացնելու Սարի թաղում երրորդ մասում իմ քանակերուն թե ինչ, դա քրեական ոստիկանությունն անում է։ Ինչ իմաստ ունեն, որ մնացին։ Դեռ ավելին, ինչ իմաստ ուներ փետրվարին 2 տարով եւս երկարաձգել։ Եվ արդյունքում չունի Հայաստանը որևէ խաղաղության փաստաթուղթ։ Արդյունքում կապիտուլյացիոն հերթական փաստաթուղթն է, որ շատ ավելի զորավոր է ամրագրում։ Եվ եւս մի դրույթ կա, որ ասում Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում։ Հայաստանի համար Հայաստանի ամեն քաղաքացու նկատմամբ վտանգ է ներկայացնում, որովհետեւ իշխանությունը այլևս մեն օրը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում էլ գրեթե առանց թաքցնելու են արձանագրում, որ պարտավորություն են վերցնում երկու կողմերը, որ Հայաստանը, այսպես ասեմ, վերցնում է պարտավորություն, որ որևէ տարածքային պահանջ, որևէ ռևանշիստական, որևէ այլ նկրտումով այդ փաստաթղթում մետի կոչվում էր actors, գործող անձիկ,
Այսինքն նույնիսկ Գեգամ Մանուկյանը, Մարինա Ղարաբանյանը ոտքի կանգնեն կամ որևէ հարցազրույցում ասեն, որ մեր կարծիքով Արցախը պետք է լինի անկախ, դա արդեն այդ փաստաթղթի ընկալումների խախտում է, չի բացառվում, որ երեկոյան իմ կամ ձեր դուրը տետեն ոստիկանները, ինչպես շատ հաճախ է եղել մեր դեպքում, եւ ասեն, որ գիտեք, մենք պետք է գնանք ոստիկանատուն։ Դե նախադեպն էլ ունեցանք, չէ՞, հրապարակում ադրբեջաներեն երկող մի խումբ մարդկանց հետ կապված քաղաքացու դիտարկումը։ Լավ շետրիկ, այդ ադրբեջաներեն երկող մարդկանց հետ կապված օրերս ազգային ժողովում Քրիստինե Վարդանյանը երբ որ հարց տվեց Նիկոլ Փաշինյանի նույն այդ ռեմարշիզմի բանի, որ արդյոք Ալիևը դուք ունեք նման համաձայնություն, էլի փրփրեց, մեկ էլ հիշեց, բա այդ ադրբեջաները երկը հրապարակ դա անդիմությունը միգուցե ֆինանսավորել էր, որ աներ, նույնիսկ այնքան այդ պայն անմիտ գտնվեց, իրանցիներ էին վարձել, որ անմիտ գտնվեց, որ չերել անդրադարձը, որ դրանցից մեկը հետո խուլիգանության համար ոստիկանները բերման են ենթարկել, հետո չգիտեմ ինչ արեցին, եւ սկսեց մեկ էլ ընդդիմությունը 5-րդ շարասյուն մայակները տեղադրում Հայաստանի դեմ, այսինքն հայրենիքի դավաճանության մեղադրանք ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի գլխավոր դատախազություն գրություններ անմիջապես ուղարկեցին, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրում է, Հայաստան խմբակցությանը մեղադրում է, մեր պատգամավորներին մեղադրում է, որ շտամու համար աշխատում ենք, մայակներ ենք տեղադրում Հայաստանի տարբեր հատվածներում, թե որտեղ պետք է շտամին խփի։ ՔԿ-ն այսօր հերքել է Փաշինյանին։ Ազգային անվտանգության ծառայությունը մի անգամ իր վրայից գցեց պատասխանատվությունը, որտեղ լավ ի վերջո ազգային անվտանգության ծառայությունը չափազանց մարդիկ են գիտակի։ Դե դա դեռ մինչև հիմա էլ մնում է չբացահայտված։ Մի անգամ էս տեղեկացրեցին, որ գրությունը ուղարկել են քննչական կոմիտե։ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական գլխավոր դատախազուհին, որ քրեական գործեր էր Փաշինյանի մոտ խմբագրում, ընդհանրապես խուսափեց պատասխանելու, օրերս քննչական կոմիտեից ստացա գրություն, որ ձեր գրությունը ստացել են, քրեական դատավարական օրենսգրքի էս ինչ հոդվածի հիման վրա չկա որևէ հիմք։ Իսկ հիմքը չկա այն հղումով, որ նման փաստ չկա։ Հերթական անգամ Փաշինյանը ինչպես միշտ էլի մերկապարանոց սուտ հայտարարություններ էր անում ազգային ժողովի ամբիոնից, ինչպես շատ հաճախ եմ ես քննչական կոմիտե գրություններ ուղարկել, Նիկոլն ասել է սա է կատարվել, այս հանցանքն է եղել, ասել եմ քրեական գործ հարուցված կա, մեղադրյալ կա, պարզվել է որ չկա։ Եվ այսպես շարունակում են մերկապարանոց հայտարարությունները։ Շարունակելով այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի փաստաթղթի համաձայնեցման գործընթացը խնդրում եմ ընդհատելով որպես ձեր նախկին կոլեգիա խնդրում եմ մեր ժողովրդին մի կերցրեք խաղաղության պայմանագիր ասածը, որովհետև իշխանությունն է ամեն օր ասում խաղաղության պայմանագիր, ուղղակի մարդկանց ականջին հարի։ Համարենք հայ-ադրբեջանական իրականում հարաբերությունների կարգավորման պայմանագիր էլ չէ, համաձայնագիր է, սա էլ է կարևոր իդեպ դիտարկում եւ փոխում է նաեւ փաստաթղթի էությունը, այդ փաստաթղթի համաձայնեցված լինելու մասին հայտարարությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսեց տեղեկատվական ինֆորմացիոն հարթությունում փորձված մեթոդը Հայաստանին մեղադրել ուժի կիրառման հրադադարը խախտելու մեջ արդեն 3 հաղորդագրությամբ մեկ օրվա մեջ մեր ՊՆ-ն հերքել է այս տեղեկատվական հողը Ադրբեջանը նախապատրաստում էր նաև, եթե հիշենք 20 թվականի պատերազմից առաջ, ապա դրանից հետո էլի առանձին դրվագներով Արցախում էթնիկ զտումից առաջ, այսինքն այս դեպքում էլ տպավորություն է, որ Ադրբեջանը ամեն դեպքում փորձում է հնարավոր գործողությունների համար իր համար, այսպես ասած, լեգիտիմ հիմք ապահովել։ Կներեք այդ բառի համար բայխուշ չեմ։ Աստված մի արածը ռազմական գործողություն լինի։ Ամենաշատը մենք ենք ուզում, որ խաղաղություն լինի։ Ամենաշատը խաղաղության մասին գոռացող այս իշխանությունը իր քայլերով ամեն օր շատ ավելի է նվազեցնում խաղաղության, այսպես ասեմ, կայունությունը։ Բայց Ադրբեջանը քարոզչական առումով տոտալ քարոզություն է իրականացնում Հայաստանի դեմ։ Դեռ ավելին ոչ միայն այդ սահմանային միջադեպերի մասին ահազանգերի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները կան, որին արագ հակադարձում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, այլ բազմաթիվ այլ փաստեր, սկսած
սահմանին Նախիջևանի սահմանին հնդկական զենքեր տեղադրելու եւ Ալիևի պահանջը հայ-ադրբեջանական սահմանը ապառազմականացնելու հետ կապված բազմաթիվ այլ ամրաշինական կառույցները սահմանին վերացնելու հետ կապված, այսինքն այդ թղթի մասին երկու կողմից հայտարարություններից հետո միանգամից Ադրբեջանը շարունակեց նորանոր պահանջել։ Իդեպ այդ թղթի մասին որ խոսում էին, միանգամից խոսում էին սահմանադրության մասին։ Եվ ոչ միայն։ Հետո այդ պահանջները շատ ավելի այսպես նորանոր պահանջներ ավելացան։ Այսպես կոչված հանցագործներին հանձնելու քրական հետապնդման ես այդ հայտարարությունը չեմ լսել Ալիևի շուրթերից, դրա համար Հիկմետ Հաջիևը երկու անգամ արել է այդ հայտարարությունը։ Մոտ կա եւ այս օրերին Բաքվում տեղի ունեցած դատավարությունների նաև պաշտոնական մեկ կենտրոնից հաղորդագրություններում պարտադիր շեշտվում է Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահների, պաշտպանության նախարարների հանգուցյալ Վազգեն Սարգսյանի անունը, Վազգեն Մանուկյանի անունը, որը ինֆորմացիոն հիմքն է պատրաստում հետագա գործողությունների։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանը շատ ավելի զորացնում է իր ճնշումը։ Փոխարենը դրան Նիկոլա Գիգորի հոգեբանությամբ որ Մոսկվա, Թեհրան, Փարիզ, Զանգում տեղեկացնում է եւ իրականում մեր դիվանագիտական ապարատի այս օրերի ամենամեծ չարչարանքը դեսպանատների տարբեր երկրներից ողջունի ուղերձներ ստանալու։ Տեսեք, դա հանրության մոտ ֆոն է ստեղծում, որ իսկապես ինչ որ լուրջ գործընթաց է գնում, Պուտինի հետ խոսեց, նահանգներից արձագանք ստացվեց։ Այդ ողջունողներից մեծ մասի ողջունները երբեք ապահովագրություն չեն եւ նույն Ուկրաինայի վիճակը տեսնում ենք թե ինչքան ողջունեցին, վերջում ուր հասցրեցին, բայց այստեղ ողջունների մեջ առանձնահատուկ մի ողջույն կա Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսքն է, թերևս Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, քանի որ կանաչներից է մի քիչ ավելի այսպես ոչ դասական դիվանագիտության տիկին է, շատ հստակ էր ձևակերպել այն փաստաթղթի բումբովանդակությունը, որը կա, ողջունել էր Հայաստանի խիզախ զիջումները։ Այո, ուղիղ էր ասել։ Շատ ուղիղ էր ասել, որը փորձել էին այդ ողջունը ներկայացնել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է, բայց խիզախ զիջումների մասին Հայաստանի չէին ասել։ Եվ հիմա Ադրբեջանը արձանագրեց, լավ համաձայնվել ենք, հիմա Հայաստանը սա պետք է անի, բայց սեփական հանրության այդ պահանջները ոնց պետք է կերծվի սահմանադրությունը, սահմանադրական փոփոխությունների ոչ պաշտոնական Սեկալեն Սիմոնյանը ասում է, եկեք սահմանադրությունները երկու երկրների ուղարկենք փորձաքննության, նման բան լսել եք։ Մենակ կզատ իշխանությունն է այդպես ասում։ Եվ հետաքրքիր է ում են ուղարկել։ Մենակ կզատ իշխանությունն է այդպես ասում, մեկ այլ այսպես տխմարագույն արդարացման թեզել նաև որ Հայաստանը ուզում էր իր սահմանադրությունը փոխել, բայց որպեսզի խանգարեին այդ սահմանադրությանը, Ալիևը մեջտեղ բերեց Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը։ Այնինչ մենք 4 պատգամավորներով որ ծանոթանում ենք հայ-ադրբեջանական քննարկող փաստաթղթին եւ Նիկոլ Փաշինյանը անմեղորեն հայտարարեց մի տարի առաջ, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, կարծես այնտեղ ուղղակի դրույթների փոփոխություններ, մենք միանգամից արտարեցինք թեման, միանգամից բարձրացրեցինք, որ ժողովուրդ այս անումը Ադրբեջանի պահանջով։ Եվ դա էր նաև պատճառը, որ ներհայաստանյան քննարկումը, թե ինչու են ուզում փոխեն սահմանադրությունը, պետք է փոխվի սահմանադրությունը, միանգամից այդ քննարկումը շպարտ դարձավ, որ մեր սահմանադրության նախաբանի փոփոխության մասին է խոսքը։ Մեր հանրապետության 30-ամյա հանրապետության ծննդյան վկայական անկախության հռչակագիրը հանելու մասին է խոսքը եւ Ադրբեջանը շարունակում է համառել եւ դրա համար այդ մի քանի օրվա էйֆորիկ վայ տեսեք արդեն համաձայնեցրել ենք օրը տեղը ժամը գրիչի տեսակը արդեն եկեք քննարկենք դեռ վաղ է դրա մասին խոսել որովհետեւ նորանոր սպառնալիքներ նորանոր վտանգներ եւ առաջիկայում նաեւ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն է, որը որքան հասկանալի է Տավուշից է սկսվելու, որտեղ
էլի ոսկեպար բաղանիսի հատվածում իհարկե այնտեղ ցավոք պետք է արձանագրենք ցավի սրտի նաև մեր զինված ուժերի համար, որ բազմաթիվ ռազմավարական դիրքեր այլևս մեր զորքերը հանված են։ Այսինքն մենք այդտեղ էլի ռազմավարական նշանակության զիջում ենք, մենք չէ, իշխանությունը զիջում է անելու։ Էլի ճանապարհը հայտնվելու է վտանգի տակ։ Դժվարը գիտեք որն է, որ Երևանում մի քիչ դժվար է պատկերացնել նույն այդ ոսկեպար բաղանշի հետ կապված, թե ինչի մասին է խոսքը։ Հիմա Վրաստան գնացողները կարող են նայել մեր Հայաստան-Վրաստան պետական ճանապարհի վերին հատվածում, ոսկեպարից հետո բաղանիշի հատվածում, որ այդ ամբողջ բարձրադիրի հատվածում Հայաստանի զինված ուժերի հենակետերն էին։ Այսօր այդ հենակետերը չեն։ Եվ այն ինչ որ պատրաստում են, վերջում գալու է ճանապարհի բերանով, գետի ափով Հայաստան-Վրաստան սահմանը լինել։ Պարոն Մանուկյան, այն նույնքան դժվար էր երևի շատերի համար Գորիս-Կապան ճանապարհի նախադեպը, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնեց ուղղակի այդ ճանապարհի մի հատված, այսինքն մենք ստացվում է թե էլի ունենք իրադարձությունների կրկնություն ուրիշ փաթեթավորմամբ եւ Հայաստանը էլի զրկվում է ռազմավարական նշանակության կոմունիկացիաներից կախվածության շրջափակման մեջ փաստացի դրվում։ Ցավոք սրտի այո, ողբերգականորեն այո։ Եվ ուզում եմ նորից վերադառնանք այդ ողջույններին, շատերին ոգևորել է Թրամփի վարչակազմի ողջույնը եւ այնտեղ մի դիտարկում կա մեզ համար շատ կարեւոր ու զգայուն թեմայի մասին, ապօրինաբար պահվող գերիների վերադարձի ապահովման մասով հիշատակում առնվազն կա, արդյոք դա հույսեր կարող է ներշնչել, որ Միացյալ Նահանգները հնարավոր է ճնշում գործադրի Բաքվի վրա լուծել այդ հարցը եւ միգուցե դա լինի այս process-ում այն գինը, որը Բաքուն պիտի վճարի, թե դա ուղղակի այդ լավատեսական բարի ցանկությունների շարքից է։ Ես այստեղ հիշատակեմ նորից նույն Ալեն Սիմոնյանին, լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչ կոնկրետ միջոցներ պիտի ձեռնարկվեն, ասել է թող զանգեն իրար, պայմանավորվեն, բերեն հետ տան մեր գերիներին։ Ցինիկությունը սահման չունի Հայաստանի իշխանությունների մոտ, բայց այդ հայկական դիվանագիտական կորպուսային ջանասիրության, որ այդ ողջունի խոսքերն էր վերցնում, կրկնակի ջանասիրությամբ պետք է փորձեր այդ ողջունների մեջ այն մեջբերումներն ունենալ, ինչ որ նախորդին Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով գլխավոր խորհրդականի հայտարարությունն է։ Դեռ վաղ է շտապել ինչ որ կանխատեսումներ անել, բայց առնվազն պետք է արձանագրել, որ կարևոր հաղորդագրություններ եւ պետք է նկատի ունենալ, որ Թրամփի վարչակազմի հետ նոր ձևավորված շատ քիչ ժամանակ է անցել, վարչակազմի հետ այս ուղղությամբ աշխատանքը ցավոք սրտի ոչ թե Հայաստանի իշխանություններն են անում, որոնք դեռ մնացել են Բայդենի վարչակազմի դեկտեմբերին ստորագրված ինչ որ ռազմավարական թղթի այդ նիրվանայի մեջ շաբաթներում սպասում էին սահմանապահների, որը ոչ ոք չի հիշում, որը մեկը չեկավ, այլ հայկական սփյուռք, հայկական լոբիստական կազմակերպությունները, հոգևոր առաջնորդները պետք է հիշեցնել այստեղ եւ ամենայն հայ կաթողիկոսի գործունեությունը եւ Մետիտանը Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի գործունեությունը ու պատկերացրեք որքան շատ ավելի զորավոր կլիներ արդյունքը, եթե այս առումով լիներ համահայկական համագործակցություն, որը ցավոք սրտի այս իշխանությունների դեպքում չկա, թշնամական իշխանությունների դեպքում չկա։ Եվ շարունակելով այս Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների թեման, ինչ եք կարծում այս միջազգային իրավիճակում, այս նաև ֆոնի նկատի ունենալով, հա, իբրև թե Հայաստանը ագրեսիվ գործողություններ է պլանավորում, այդ հաղորդագրություններ, մեղադրանքները, սա ինչ է հուշում ի վերջո, ինչ որ բան, նախաստորագրելու թեկուզ տրամադրվածություն արդյոք Բաքուն ունի եւ մյուս կողմից այդ բոլոր մայրաքաղաքներից ստացվող ողջույնները ամեն դեպքում ճնշում կարող են դիտարկվել Ալիևի վրա, գնալ ինչ որ մի քայլի, ինչ որ մի ժեստ անել ցույց տալու համար, որ process այնուամենայնիվ կա։ Դեռ վաղ է դրա մասին խոսել, որտեղ դեպքերը շատ խմորատիպ նոր են զարգանում, նաեւ
միջազգային ասպարեզում լրիվ ուրիշ խաղացողների եւ ուրիշ տրամաբանություն է գործում, բայց մի հատկանշական դրվագ, այսինքն երբ որ համաձայնագիր են կնքում կամ համաձայնեցնում են համաձայնագիրը, դա ինչ որ փոխվստահության մթնոլորտ է ենթադրում, բայց նույնիսկ առաջին դրվագը, որ մեր արտգործնախարարությունն են մանկապարտեզի երեխու պես ասում են մենք ախր ուզում ենք միասին ստորագրենք, բայց տեսեք Ադրբեջանը վերջը որոշեց միակողմանի եւ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունից հետո նոր միայն Հայաստանը սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը տեղեկացնում է, խոսում է մի փաստի մասին, որ փոխվստահությունը չկա։ Նշանակում է, երբ որ չկա այդ փոխվստահությունը, չկա նաեւ ապահովությունը, որ թեկուզ նախաստորագրման ձևով ինչ որ առաջընթաց կարող է դրա մեջ ապահովել եւ գումարած որ այդ շատ հստակ ձևակերպումները Հայաստանը վստահելի չի, Հայաստանը սա պետք է անի, Հայաստանը նա պետք է անի, լավ է թղթի կտորը, բայց թղթի կտորը ինչի համար է կամ այդ թղթի կտորը երբ են պատրաստում ստորագրել կամ բանան եւ ի վերջո նաեւ դառը փորձառություն կա որ շատ հարցերում համաձայնություններ են գոյացել անցնող տարիներին Հայաստանի, Ադրբեջանի միջև դեռ միջնորդների մասնակցությամբ, որոնք Ադրբեջանը չի հարգել։ Իսկ այստեղ ընդհանրապես միջնորդ չկա։ Իհարկե, երկու կողմ են, մեկը թույլ է։ Լավ, դիցուկ այս թուղթը ստորագրում են, ծաղկե փնջեր, պաշտ, պրոշտ, վաղ չեմ ասոր Ադրբեջանը խախտում է։ Ո՞վ է դատավորը։ Ով է ասելու, որ Ադրբեջանը այն փաստաթուղթը, որը ստորագրել է, խախտել է այդ փաստաթուղթը։ Բացեմ մի քիչ փակագծերը։ Ամենասկզբից որ քննարկում է, կար մի եւս դրույթ, թե այս փաստաթղթի արբիտրը ով է, որ դիմենք ՄԱԿ-ին, դիմենք հատուկ հանձնախումբ ձևավորվի երկու երկրներից եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչ, որը հիմա չգիտեմ էլ մնա ինչն է դրա տակ մնացել, բայց ենթադրում եմ, որովհետեւ արդեն ակնառու էր, որ նաեւ այդ դրույթն էր Ադրբեջանը պահանջում անել։ Վաղուց հայտարարում են, որ երկկողմ ձևաչափ է, այսինքն չկա երրորդ կողմ։ Երաշխավոր չկա, իսկ ընդհանրապես նման երկարատև կոնֆլիկտների հակամարտությունների թեկուզ պայմանական ասեմ լուծման, որտեղ կոնֆլիկտը լուծված չի, բազմաթիվ հարցեր կան, ի վերջո ինչ որ երաշխավորներ են, ոչ թե դատավորներ, ոչ թե այսպես կախվածության մեջ ընկնենք երրորդ երկրից, բայց դա միջազգային ամբողջ փորձը դրա մասին է խոսում։ Ցանկացած այս դեպքում ինչ որ երաշխավորն ու դատավորն են լինում, նաև հարցերը հարթեցնող են լինում, բալանսի բերելու, որը չկա, որը չկա։ Եվ մի հարց էլ է առաջանում, հիմա եթե այդքան լավ փաստաթուղթ է, ինչպես իշխանությունն է ասում, իհարկե բոլորս հասկանում ենք, որ լավ բանի մասին այստեղ խոսք չկա, ինչու են թաքուն պահում։ Ինչու չեն հրապարակում դրույթ առ դրույթ, ինչու են թաքուն պահում։ Իրականում գիտեմ, միգուցե Ադրբեջանն ասել է հանգարց չհրապարակեք, որտեղ պետք է հիշեցնեմ, որ երբ որ մենք սկսեցինք ծանոթանալ փաստաթղթի հետ տարբերակներին ու սրա մասին խոսել, Ադրբեջանում բազմաթիվ ելույթներ, հաղորդումներ, պաշտոնակ, կիսապաշտոնական բաներ եղան, թե ընդդիմությանը խեք թողում որ ծանոթանան, դրանից հետո արգելեցին մեծ ծանոթանալ Նիկոլ Փաշինյան անձնական կամակորությամբ, բա իբր թե դուք խանգարում եք բանակցային process-ին, հա, խանգարում ենք իբր։ Բայց նաև կա մեկ ուրիշ բան, օրինակ օրերս արտաքին հարաբերությունների հանրաժողովում մոտ 5 ժամ տևած Արարատ Միրզոյանի հետ այդ հաշվետվություններ 24 թվի գրեթե պաշտոնապես Արարատ Միրզոյանը ասաց դե ժողովուրդ այսքան են կարացել էլի ճնշում ա եղել էլի հազիվ կարողացել են իրականում այդ մի պահ էր որ էյֆորիկ վայ տեսեք համաձայնություն են գոյացրել բայց սառը ջուր լտվեց իշխանական այդ քարոզիչների վրա որովհետև Ադրբեջանից ամեն րոպե նոր սպառնալիքներ, այդ առաջ պահին էր, որ խաղաղության պայմանագրի այլընտրանքը պատերազմն է, փորձեցին էլի ժողովրդին, բայց նաև պարզ դարձավ, որ չէ Ադրբեջանը այդ կքվի պատմությունը դարձրել է իր ռազմավարություն, ինչքան էլ կկուն իր ձագերից տա, հերթական ձագն է, որ ուզելու է։
Եվ պարոն Մանուկյան, այս պայմաններում ներքաղաքական process-ներին կուզեմ անդրադառնալ, ընդդիմությունը շարունակում է իր առաջնահերթությունը պահել իշխանության հեռացումը, իշխանափոխությունը, Հայաստան դաշինքը, ինչպես երկրորդ նախագահը իր ծավալուն ասուլիսում նշեց, բոլոր տարբերակները դիտարկում է, փողոցայինից մինչև հերթական կամ արտահերթ ընտրություններ, նաև զուգահեռաբար ընդդիմության ներսում են տեղի ունենում տեղաշարժեր։ Այ ցանկալի կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի ճակատը բետոնից ավելի կուռ միասնական լինի։ Եվ ցանկալի կլինի, որ այդ միասնական պայքարով այս իշխանությանը հեռացնի։ Որտեղ իմ եւ իմ ընկերների համար, մեր պայքարի ընկերների համար, իմ գործընկեր падգամավորների համար այսօր 3 եւ վաղը թիվ 1 խնդիրը մնում է այս իշխանության հեռացում։ Ցանկացած դրոհում, ցանկացած մեջքից հարված վտանգում է այդ պայքարի հաջողությունը։ Եվ այս առումով կրկնում եմ, մեր գերխնդիրը մնում է այս իշխանության հեռացումը։ Բայց տեսեք, այն process-ները, որոնք մենք այսօր տեսնում ենք, դրսևորվում են երկրորդ ու երրորդ նախագահների թիմերի աջակիցների մակարդակում, ուրիշ բանի մասին են։ Տպավորությունը, որ ընդդիմության ներսում շատ ավելի ցանկալի կլիներ, որ լիդերության համար ինչ որ մրցակցություն է սկսվել այն բանից հետո, երբ երկրորդ նախագահը հայտարարեց, որ ծանրակշիռ մասնակցություն են ունենալու առաջիկա process-ներին։ Շատ ավելի ցանկալի կլիներ, կրկնում եմ, որ այս ամենը ինչ որ տարբեր մակարդակների, նույնիսկ բան, այսպես անհատական մակարդակի ցեխարձակումներ չունենք, բայց այդ ամբողջացնեմ հստակ ցանկությամբ եւ հստակ այսպես տեսլականով շատ ավելի ցանկալի կլիներ, որ այս ամբողջը չլիներ։ Բայց նայեք, մի հատ բան եմ ուզում ասել։ Դրան որևէ մեկը չի անդրադառնում։ Ինչ որ շատ քննարկվող հարցերից մեկը ով է բերել Նիկոլին։ Հիմա բոլորը ասում են ես չեմ բերել, ես չեմ բերել, ես չեմ բերել։ Այս ամբողջ քննարկման մեջ ով ոնց մեկը մի փաստ ասում, մեկը մի փաստ ասում։ Բայց այս ամեն ինչ մեջ ստվերում է մնում մի հատ կարևոր բան։ Ստվերում է մնում մի հատ կարևոր բան։ Հայաստանում գրեթե մարդ չկա քաղաքացի Գեգամ Մանուկյանի նման կամ մեր ցանկացած մարդ, որ մեկը ելնի ասի ախպերի ես եմ բերել Նիկոլին։ Մարդիկ սովոր չեն ընդունել իրենց սխալները, սխալի մասին չեմ ասում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքնին այնքան ահավոր կերպար է դարձել մեր երկրում, որ այդ մարդուց բոլորը հրաժարվում են։ Այսինքն այսպես ասեմ, այս իշխանության 18 թվականին իշխանության եկած իշխանության բարոյական, քաղաքական, հասարակական, արժեքային այդ գահավիժումն է։ Դա փաստ է։ Հա, այդ փաստը ամենակարևոր փաստն է։ Այդ ամենակարևոր փաստն է, որ նաև այսպես ասեմ, քաղաքական նաև շրջանակներում երբեմն 1-2 դրվագով արհեստական այդ ինչ որ կրթվելու դալիճ լցնելով որևէ մեկի ուղիղ ծառին տպավորություն չլինի, արդ էլի սրան պաշտպանող կա, չէ, այդ ամբողջը արհեստական է։ Ինքը դարձել է Իզգոյի հայրենը ո՞րն է։ Ինքը իրականում Իզգոյ է Հայաստան։ Իրականում Իզգոյ է Հայաստան։ Կարող է տպավորություն ստեղծվել արհեստական ինչ որ պատկեր ստեղծել, թե վայ գնում է համբուրում է բան, բայց այսպիսի բան չի եղել։ Դե նույն մարդիկ են, նույն դեմքերն են, որոնց արդեն չի եղել մեր երկրում, այսպիսի ատելություն։ Ոնց որ իրանք բերեցին հասարակության մեջ ատելության այդ ջրբաժաններ գծելու այդ մթնոլորտը հաստատեցին ու մտան մինչև ընտանիք ու գերդաստան, այսօր իրենք այդ իրենց լարած ծուղակի մեջ հայտնվելով ամենաատելի մարդիկ են դարձել ամբողջ Հայաստանի համար։ Դրա վերջը ո՞րն է լինելու, պարոն Մանուկյան։ Անհետևանք ի վերջո չի մնալու, չէ՞։ Հիմա ինձ բնականաբար հարց կտակ, իսկ երբ, ինչպես գլխավոր հարցերն են վարքյան աշխատելով,
ամեն վարքյան աշխատելով, ամեն վարքյան պայքարելով, ամեն վարքյան ցանկացած հարցով, այսպես ասեմ, գործ անելով, որպես պատգամավոր, որպես քաղաքացի, որպես լրագրող, որպես մարդ, որպես գյուղացի, ամեն վարքյան։ Նայեք, գիտեք, մի հատ տպավորություն կա մեր երկրում, որ դե փողոցով չկարողացանք Նիկոլին հեռացնենք, որովհետև մեր պատկերացման մեջ ոնց եղավ 18 թվականին ցույց արեցին Նիկոլը եկավ իշխանության։ Այդ պատկերացումները վաղուց փլուզվել են։ Դրա համար, այսինքն ամեն րոպե աշխատանքով, գիտեք, երբեմն մեկ ասում են, լավ, քշերվա կեսին է դատարան, կեպես է, բան հետ գնում, որովհետև այդ իմ պայքարն է, այդ իմ ընկերների, գործընկերների, կուսակցական ընկերներիս պայքարն է, որովհետև իրականում երբեմն տպավորություն է, որ պայքարը իշխանության համար չէ, ես հազարավոր իմ կուսակցական ընկերներին, հազարավոր մեր զինակից ընկերներին, այս 4-5 տարի փողոցից տուն չգնացած ընկերների զգացում գիտեմ, իրանց համար այդ պայքարը ոչ թե այս աթոռին գեղամը նստի կամ չգիտեմ, այս նստի, այն նստի, որը կամիկաձեություն է, հերոսություն է պահանջում հետո իրավիճակ շտկելու, այլ ուղղակի գիտակցումն է, որ սրանց ամեն օր մնալը նոր ավեր է բերում։ Տեսնում ենք, ամեն օրվա հետ նոր խնդիրներ են բերում։ Որոնք պետք է խնդրեմ լուծել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարցազրույցին սպասեք վաղը։